Եկեղեցին այն վայրն է, այն տեղն է, ուր Աստված կամենում է, որ իրեն երկրպագենք, կամենում է, որ փառաբանենք և պաշտենք։ Այս պատճառով մեզանից ամեն մեկը հարկավոր է մեծ հավատով, հարգանքով ու այս մեծ գիտակցությամբ մտնի եկեղեցի և եկեղեցուց ներս։ Իհարկե մենք պարտավոր ենք ամեն տեղ մեծ պատշաճ կարգ ու կանոնով պահել, բայց հատկապես սուրբ վայրերում Աստծո տան մեջ, վանքերում, եկեղեցիներում առավել ուշադիր լինել ինքներս մեր անձի նկատմամբ։ Երբ որ հրեաների Սողոմոն թագավորը Երուսաղեմում կառուցեց Աստծո տունը, Աստված ասաց հետևյալը. այս վայրում ուզում եմ, որ ինձ, իմ անունը փառավորեք, այստեղ է լինելու իմ աչքը և սիրտը, այստեղ պիտի մատուցվի պատարակ իմ համար, երկիր պագիտի տաճար սուրբով։ Սիրելիներ, սուրբ գրքում Տերը ասում է. ուրախ կլինեմ, երբ տեսնեմ իմ տաճար եկող բազմաթիվ մարդկանց, իսկ վերջում երանի է տալիս նրան, ովքեր հաճախ են իր տան մեջ լինում։ Ինչ է եկեղեցին։ Ինչ է եկեղեցին։ Միայն եկեղեցու ոտման արարողության կարգին հետևելով կարելի է հասկանալ, թե ինչ է եկեղեցին։ Եկեղեցին սուրբ վայր է, Աստծո տուն է, ուր ապրում է Աստված մշտապես։ Եկեղեցին աղոթքի վայր է, եկեղեցին Աստծո արքայությունը երկրի վրա է։ Եկեղեցում Աստված մեզ երևում է պատարակի սուրբ հաղորդության միջոցով։ Սուրբ Խորանի վրա մեզ համար անտեսանելի հրեշտակները միշտ փառաբանում են Աստծուն։ Եկեղեցում Աստված սրբացնում, մաքրում, մխիթարում է բոլորիս, ովքեր մեծ հավատով մոտենում են Տիրոջը։ Ինչպես որ երկնքի արքայության մեջ ամենից սուրբ է, մաքուր է, այնպես էլ եկեղեցիներում ամեն բան սուրբ է։ Սուրբ ոսկեբերանի խոսքով եկեղեցին հրեշտակների կացավայր է, նման երկնքի արքայության, այս նույն երկինքը այս պատերի մեջ տեղավորված է և անկոտրված։ Հիմա սիրելի հավատացյալներ, այս ամենը լսելով, այս ամենը հասկանալով այստեղ, եկեղեցի մտնելուց որքան պիտի ահով, դողով լինենք, պատասխանատվության մեծ զգացումով լինենք, ինչքան պիտի սիրենք ու հարգենք մեր եկեղեցիները, ուր ինքը Աստված իր մեծ փառքով, Հիսուս Քրիստոս իր մարմնով և արյամբ աստվածությամբ է բնակվում այստեղ։ Ինչ է կորցնում, ինչ է բաց թողում հավատացյալը, որ մեկ անգամ բացակայում է սուրբ պատարակից, օրհնությունից է զրկվում, ու ասուն երկրպագությունից, շնորհի ընդունումից է զրկվում, հաղորդությունից է ինքը իրեն զրկվում։ Փիլոն Եբրայեցին առաջին քրիստոնյաների ժամանակ ասում է, որ առաջին նորադարձ քրիստոնյաները եկեղեցում իրենց պահում էին մեծ պատկառանքով, քար լռությամբ, պարկեշտ, որ անգամ շշուկով չէին խոսում, չէին համարձակվում խոսել, որովհետև Աստծո ներկայությունը կա։ Իսկ այսօր ինչ ենք տեսնում եկեղեցիներում։ Կորել է, իսպար վերածել է պատշաճ հագուստ կրելու մշակույթը և պարկեշտությունը առհասարակ։ Ուր է մեր հավատքը, ու անկեղծությունը, ակնածանքը, խոնարհությունը, զգեստավորումը դեպի մեր սրբավայրերը ուր է։ Անհավատալի, անհավանական տեսարանների ենք հանդիպում գրեթե միշտ։ Ոմանք եկեղեցում իրենց այնպես են պահում,
կարծես չգիտեն որտեղ գտնվեն և լինեն, զարմանալի կարելի է, ասում է Սուրբ Ոսկեբերանը։ Առաջներում քրիստոնյաների տները կարծես մի եկեղեցի լիներ, ամեն տեղ քրիստոնյաները իրենց պահում են կարգ ու կանոնով, ամեն տեղ, իսկ հիմա եկեղեցիները դարձել են շատ-շատերի համար աշխարհիկ վայրեր, քնած մարդ կտեսնես, բարձր խոսողների պակաս չկա, ցինիկ ծիծաղ, ժպիտ դեմքներին ինչ-որ բաներ են բարձր խոսում միմյանց հետ եկեղեցու ներսում։ Հատարակի ժամանակ ել ու մութ անողների պակաս գրեթե չկա, նույնն էլ քահանայի քարոզի հետ ժամանակ։ Տուն չունեք խոսելու, ասում է Ոսկեբերանը, տեսնվելու, ծիծաղելու տեղ չունեք, այս ու այն կողմ նայելու, սրան նրան տեսնելու վայր, չգիտեք, ինչու եք գալիս եկեղեցի, ինչու եք անարգում սրբությունը, ձեր վատ պահվածքով և ուրիշներին էլ խանգարում։ Եկեղեցու մեջ ոչ մի բան, անտեղին չպիտի հնչի, ոչ մի բառ, ոչ մի տակ, ինքնանպատակ չպիտի ասվի։ Դա այսպես պիտի լինի իհարկե։ Մի օր մի մահմեդական մուսուլման Հայաստանում տեսնում է մարդկանց պահվածքը, մեր քրիստոնյաներիս պահվածքը եկեղեցուներից ներս։ Ուղղակի ապշում է այս մահմեդականը, զարմանում է։ Իրենք իրենց մզկիթներում շատ պատկառանքով են վերաբերվում իրենց սրբությունների հանդեպ։ Մեկը փորձի մզկիթում մեկ սխալ բան ասնի, ուղղակի կոչնչացնեն այդ մարդուն։ Օգոստինոսն ասում է, շատ քրիստոնյաներ միայն մարմնով ֆիզիկապես են գտնվում եկեղեցում, իսկ սրտով ուրիշ տեղ են գտնվում։ Երբ տեսնում ես կանայք, եկեղեցի են գալիս ոչ թե Աստծուն փառաբանելու, այլ իրենց ցույց տալու և ցուցադրելու, իրենց հագուստը ցույց դնելու, ցուցադրելու համար, հետ չեմ ասում բաց, վուլգար, հագուստներով եկեղեցի եկողների մասին։ Եթե այսօր Ոսկեբերանը ողջ լիներ, եթե այսօր Ոսկեբերանը մեր Երևան քաղաքում լիներ ու տեսներ մեր անփույթ վերաբերմունքը մեր սրբազան եկեղեցիների նկատմամբ, ուղղակի կկանգներ եկեղեցու դռան մոտ ու չէր թողնի անպատշաճ հագուստով այցելուներին մտնել Աստծուն։ Բազմաթիվ անգամներ եմ ասել, եկեղեցին պարասրահ չէ, ցուցադրավայր չէ, մոդայի ցուցադրության տուն չէ, ուր ասես պատշաճ հագուստներով, հագուկապով գնում են, այցելում են, իսկ Աստծո տուն գալիս են ոչ պատշաճ հագուստներով, էլ սպորտային հագուստով, տղամարդիկ, կարճ տաբատներով, ծովափնյակ կերպարանքով, լաթերով, կանայք էլ պատրված, բզկտված ջինսերով։ Լավ, մինչև ու երբ քահանան նկատողություն է կատարում, այդ նկատողություն անող քահանան դառնում է վատ աշխարհի ամենավատ մարդը։ Եվ այդ անձին նեղանալով հոգևորականից այլևս չեն գալիս եկեղեցի։ Եկեղեցին թագավորների թագավորի տունն է, եկեղեցին արքաների արքայի կեցավայրն է։ Սա բոլորս պիտի հասկանանք և գիտակցենք։ Սրբավայրում չպիտի ամաչել ծնկի գալ, չպիտի ամաչել խոնարհվել եկեղեցում,
չպետք է ամաչել խաչակնքվել, չի կարելի մեջքով կանգնել սուրբ խորանին, չի կարելի ոտքը ոտքին գցած նստել եկեղեցու նստարանի վրա, չի կարելի խոսել առհասարակ, չի կարելի եկեղեցու գալ հարբած գինովցած վիճակում, չի կարելի եկեղեցու ներսում ծամոն մաստակ ծամել, ցուցադրական նկարվել, սելֆիներ անել, մի անել, չի կարելի հոգևորականին շատ տգեղ դիմելաձևով դիմել, ապեր կամ աղբերս, չի կարելի եկեղեցու բաց լսել, աղմկել, քահանային ձայնից բարձր ձայնով աղոթել, մի անել, չի կարելի եկեղեցի գալ կեղծ բարեպաշտությամբ, ցուցադրական, իբր հավատացյալ ես, ու որ իբրև թե հավատում ես Աստծուն, բայց քո նպատակը միայն ցույց տալն է, այն խոստովանն է, որ իբրև թե հավատացյալ ես, ուրիշ ոչինչ, բայց Աստված հոգիտի ով ես, սիրելի հավատացյալներ, այսօր գրեթե ամեն տեղ աշխարհում, ամբողջ աշխարհում աներկում է Աստծո անունը, դա դեռ հերիք չէ, բավական չէ, ցավով եմ ասում, Աստծո անունը անարգում է հենց Աստծո տաճարներում, չար ցանկություններով, անամոթ հայացքով, անպարկեշտ խոսքերով, ցինիկ ժպիտով, գայթակղություններով, այսպիսի մարդիկ ուղղակի չունեն հավատ, իհարկե չունեն Աստծո վախը, Աստծո երկուղը, Աստված բնակվում է, բարկանում է նման մարդկանցից, նման պահվածքից և պատժում է նման արարքների կատարողներին։ Այո, եկեղեցին սուրբ է, սրբությամբ վերաբերվենք Աստծո տան նկատմամբ, եկեղեցին աղոթքի տուն է, Աստծո արքայությունն է, ուր երկնքի և երկրի թագավորը և արքան Հիսուս Քրիստոս, իր մարդեղությամբ հանձնարար այստեղ բնակվել հոգով և իր մեծ աստվածությամբ, որպեսզի մեր աղոթքները, մեր բոլորի աղոթքները լսի, որպեսզի մեր խնդրանքները կատարելի, մեզ օգնի, մեր հոգիները մաքրի։ Այստեղ Աստված ողորմում է չէ մեզ, կերակրում է չէ մեզ, կերակրում է իր խոսքով, իր հաղորդության նշխարով, այս սուրբ վայրը սովորական տեղ չէ։ Այստեղ եկեղեցի չպիտի գանք անշնորհ ձևով, անփույթ կերպով, սնափառությամբ, ցրված մտքերով, էլ չեմ ասում, որ քիչ առաջ ասի ցոցամոլությամբ, հպարտությամբ։ Հարգելի տղամարդիկ, երբ գալիս եք Աստծո տուն, խնդրում եմ հանեք ձեր գլխարկները, նոր մտեք եկեղեցի, տղամարդը եկեղեցու պիտի լինի գլխաբաց, սիրելի կանայք, աղջիկներ, երբ այցելում եք եկեղեցի, խնդրում եմ, ծածկեք ձեր գլուխը, կինը եկեղեցու պիտի լինի գլուխը ծածկած, սա ինքնանպատակ չէ, հենց այնպես չենք ասում, կարդացեք սուրբ գիրքը, Աստծո խոսքը ասում է, որ Պողոս առաքյալը այսպես վարվենք ամեն մեկս։ Եկեք պատկերացնենք, եթե այսօր Հիսուս մտներ մեր եկեղեցիներից ներս, շատերիս դուրս էր բռնդելու և անկանոն պահվածքի համար հանելու էր եկեղեցուց, եթե այսօր այստեղ լինի։ Մեղավոր ու հանցավոր է նա և դատապարտելի, ով Աստծո հասանելիքը, հարգանքը, պատիվը չի տալիս Աստծուն։ Անօրեն է այն մարդը, ով ուրիշին Աստծուց, եկեղեցուց հեռացնում է։ Երիցս հանցավոր է նա, ով քրիստոնեական հավատքը անարգում ու իր սուրբ կրոնը առ համարում է։ Այո, նման մարդկանց Հիսուս դուրս կվռնդեր իր սուրբ տաճարից ու կասեր. դուք իմ հոր տան մեջ լինելու արժանի չեք, սատանայի տունն է ձեր տեղը։
Եկեղեցիները անարգողները շատ են բարկացնում Աստծուն, այո, նրանք ամենածանր պատիժներն են ստանալու, արժանանալու։ Կարդացեք Աստվածաշունչը, կարդացեք և տեսեք, թե Ահարոնի երկու որդիները, Նաբաթը և Աբդուրուն, մոխրի վերածվեցին երկնքից եկած կրակից, որովհետև խախտեցին եկեղեցու կարգ ու կանոնը։ Շատերն են արժանացել, շատերն են պատժվում, և դեռ շատերը պիտի պատժվեն Աստծո տան նկատմամբ կատարած անթույլատրելի արարքների համար։ Ցավոք, շատերն էլ չեն գիտակցում, որ պատժվեցին հենց դրա համար ու պատժվում են հենց այս մեղքերի համար։ Նույնիսկ չեն էլ գիտակցում, որ առհասարակ ինչ բան է մեղքը, մեղք կա, թե ոչ։ Սուրբ գրքում գրված է, թե հրեաները այնքան շատ պատժվեցին, սոսկալի պատիժներ ստացան Աստծուց, սով, պատերազմ, խայտառակ պարտություն, ժանտախ, հրեաները ենթարկվեցին գերության, Սողոմոնի կառուցած փառավոր տաճարի գործուանում եղան, և այս ամենի պատճառը ինչ էր, ինչն էր, այո, ինչն էր։ Եվ այստեղ գալիս է Երեմիա մարգարեի խոսքը, որ ասում է. Աստծո ասածով եմ ասում, ես պատժեցի հրեաներին, որովհետև նրանք մեղքեր, անարգանքներ, անօրենություններ կատարել իմ տաճարի մեջ, և դեռ ավելի նրանց հանցանքները սկիզբ դարձավ ուրիշ շատ ավելի մեծ մեղքերի և անօրենությունների։ Իսկ հիմա եկեք մտածենք, հասկանանք, ինչ պատճառով է, որ Աստված հիմա այսօր այսքան պատիժներ ուղարկում ամբողջ աշխարհին, պատերազմների տեսքով, հիվանդության, սով, երաշտ, կարկուտ, տարբեր թշվառություններ։ Ինչու է Աստված պատիժը, Աստծո պատիժը գալիս ու դեռ ինչքան պիտի գա երկիր, մարդկանց վրա։ Հաստ այն է, որ շատ մեղքերի հետևանքով է գալիս Աստծո պատիժը, բայց հատկապես եկեղեցիները չհարգելու, եկեղեցին արհամարելու, անարգելու համար է Աստված ազգին պատժում, ասում է Երեմիա մարգարեն։ Վրեժխնդիր է Տերը, վրեժխնդիր է իր տաճարի նկատմամբ կատարվող մեղքերի համար։ Պողոս առաքյալը իր թղթերից մեկում ասում է. եթե մեկը ավելի Աստծո տաճարը, Աստված նրան կորստյան կմատնի, որովհետև սուրբ է Աստծո տաճարը։ Ուրեմն այս սոսկալի պատժից խուսափելու համար լավ կլինի շտկվել, փոխվել, ետ դառնալ մեղքից ու հարգել սրբավայրերը։ Եկեղեցի հաճախողները եկեք Աստծո տուն հավատքով, սիրելիներ, հավատքով, այս վայրը սուրբ է, այստեղ գալիս ենք ողորմություն խնդրելու, Աստծո շնորհ և օգնություն խնդրելու, երկրպագելու ենք գալիս, Աստծուն փառաբանելու համար ենք գալիս եկեղեցի։ Մտածենք ու մի մոռացեք, որ այստեղ Աստված է բնակվում, այն Աստվածը, որ մեզ բոլորիս, անխտիր բոլորիս դատելու է։ Դատելու է մեր հավիտենական փրկվելու և հավիտենական մահվան վճիռ պիտի կայացվի։ Այս մտքով, այս հավատով գանք եկեղեցի։ Այսպես ճշմարիտ անելով Աստծո առաջին պատվիրանը կկատարենք, այսինքն Աստված պաշտություն և Աստված է ձեզ, մեզ, մեր բոլորի աղոթքներն է լսելու և պատասխանելու, որին փառք հավիտյանս հավիտենից անվեն։